Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեր հետ է Կանեն Լևոնի Ասլանյանը, հոգեբույժ, հոգեթերապևտ։ Այսօր կներկայացնեմ մոլախաղերի հիվանդագին հակումը։ Ըստ 10-րդ հիվանդությունների միջազգային դասակարգման մոլախաղերի հիվանդագին հակումը ներգրաված է սովորույթի և հակումների խանգարումներում, որպես այդպիսին F63.0 դասակարգմամբ։ Ինդուստրիալ երկրներում խանգարման տարածվածությունը ենթադրաբար կազմում է ընդհանուր բնակչության 2-3%, գերակշռում են տղամարդիկ։ Խնդիրները դիտվում են արական սեռի մոտ հայրերի կողմից, իսկ գիգական սեռի մոտ մայրերի կողմից։ Ավելի հաճախ նկատվում է ալկոհոլիզմ ծնողների մոտ։ Կին հիվանդների մոտ շատ ավելի հավանական է, որ ունենում են ալկոհոլիզմով տառապող ամուսիններ։ Խանգարման պրեդիկտորը լինում է հոգեսոցիալական հետևյալ ֆակտորներից. ծնողների կորուստ 15 տարեկանից ցածր, ծնողների ամուսնալուծություն, ծնողների դաստիարակության ոչ ադեկվատ ոճ, այսինքն անտարբերություն, անհամապատասխանատվություն, չափազանց խստություն, ընտանիքում փողի նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունք, փոխի ֆետիշացում կամ բյուջեի պլանավորման բացակայություն։ Արական սեռի հիվանդներին բնորոշ է դեռահասության շրջանում ծնողների հետ էմանսիպացիոն կոնֆլիկտը, իսկ հետագայում մերժումը։ Այս վիճակները զուգակցվում են աֆեկտիվ խանգարումների հետ, ինչպես նաև այն փաստը, որ աբստինենտ վիճակում գտնվող հիվանդների մոտ պահպանվում է սուբդեպրեսիոն ֆոնը։ Այս ամենից կարող ենք թույլ տալ մեզ ենթադրել, որ խաղամոլությունը կարող է հանդես գալ որպես հակադեպրեսանտ, մեղմելով դիսֆորիկ վիճակները։ Խանգարման հոգեդինամիկ հայեցակարգը բխում է այն փաստից, որ անձի մոտ առկա է հաղթելու անտրամաբանական մշտական վստահություն, իսկ այդ ամենի հետևում թաքնված են ամենազորության մասին մանկական երևակայությունները, նրանց ցանկությունների անսահմանափակ բավարարման ակնկալիքները։ Մշտական վերադարձը խաղին նշանակում է բողոք անգիտակցության կողմից ագրեսիվ դրսևորման իրականությանը։ Միևնույն ժամանակ, կորուստ, այսինքն պատրվացություն չի վերադարձնում իրականությանը, այլ ընդհակառակը, անգիտակցական ընկալվում է որպես ցանկության բավարարման մերժում և բողոքի հիմնավորված պատճառ, այսինքն մեկ այլ խաղադրույքի համար։ Կլինիկական պատկեր։ Բնորոշ առանձնահատկությունն այն է, որ շարունակական լավատեսությունը սպասվող շահումների վերաբերյալ և անցյալի կորուստների շղթայից դասեր քաղելու անկարողությունն է։ Պարտվելիս կանգ առնելը միշտ էլ ավելի դժվար է, քան շահելիս։ Խաղային վարքի դրդապատճառը բացի այն գումարից, որը ժամանակ առ ժամանակ կարող ենք շահել, վարքագծային կերպով միշտ ամրապնդվում է խաղադրույքի և խաղի արդյունքի միջև ընկած սուբէյֆորիկ սենսացիայով։ Շատ կարևոր է, որ փողն այստեղ ստորադաս դեր է խաղում, հարկադրական խաղացողը կշարունակի խաղը, անկախ կորուստի չափից և տևողությունից։ Մոլախաղերի ներգրավվածությունն աճում է սոցիալական սթրեսի ժամանակաշրջանում։ Դրա հետևանքով առաջացած խնդիրները փակում են անարտավոր շրջանը, խորացնելով ընկղմումը հուզմունքի մեջ։ Նվազում է քունը, սնվելը և սեքսը։ Գիտակցելով իրենց վարքի աննորմալությունը, հիվանդները փորձում են շրջապատից թաքցնել խաղի մեջ իրենց ներգրավվածության ինտենսիվությունը։ Անձանց մոտ առաջանում է խաղադրույքները և ռիսկը բարձրացնելու ցանկություն։ Զրկանքային վիճակներից են անհանգստություն, ջուրագրգռություն, այն իրավիճակներում, երբ խաղալու հնարավորություն չկա։ Պարտվելը, ինչպես նաև խաղի ֆինանսավորումը շարունակելու անկարողությունը դառնում է անհանդուրժելի։ Սոցիալական դեզադապտացիային բնորոշ դրսևորումներն են ֆինանսական ճգնաժամը, պարտքերը, իրավախախտումները, խաղի համար գումար ստանալու կամ պարտքերը մարելու դրդապատճառները, ամուսնական զուգընկերոջ հետ կոնֆլիկտները և մասնագիտական ունակությունների նվազումը։ Առավել ծանր հետևանքներն են քրեական միջավայրում խճճվելը և ինքնասպանությունը։ Հիվանդները ինքնավստահ են, անկախ, եռանդուն, ինչ-որ չափով կոպիտ, լայնորեն ծախսում են գումարը, հատկապես սթրեսի ժամանակ։ Խանգարման սկիզբը տեղի ունենում տղամարդկանց մոտ պատանեկության տարիներին, իսկ կանանց մոտ կյանքի երկրորդ կեսին։ Սկզբնական փուլի համար բնորոշ է համեմատաբար մեծ շահումը, որը ձևավորում է հետագա կախվածությունը։ Խաղի կտրուկ դադարեցումը, օրինակ հոսպիտալացման ժամանակ, կարող է առաջացնել արտահայտված սոմատիզացված անհանգստություն և դեպրեսիա։ Հիվանդները հազվադեպ են դիմում հոգեբույժի, դիմում են մեծամասամբ շրջապատը։ Ձեր հետ էր Կանեն Լևոնի Ասլանյանը, հոգեբույժ, հոգեթերապևտ։ Դիմեք մասնագետներին ժամանակին և եղեք առողջ։ Ցտեսություն։